Սամվել Կարապետյանը ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում երբևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, երբևէ քաղաքական establishment-ի որևէ ներկայացուցչությունում չի եղել, որ նա համարվի օլիգարխ։ Իսկ ինչ է նշանակում ռուսաստանցի։ Սամվել Կարապետյանին ռուսաստանցի անվանելու համար ուրեմն պիտի Հովհաննես Թումանյանին անվանենք թիֆլիսեցի, Հերիխ Մխիթարյանին անվանենք լոնդոնցի կամ միլանցի ֆուտբոլիստ, ինչ է դա նշանակում, ինչ ասենք եթե մարդը 80-90-ական թվականներին գնացել մեր երկրից դուրս, ստեղծել է բիզնես մեծ կարողություններ, ներգրավել հայկականությանը, Հայաստանի Հանրապետությանը, հենց պետականաշինությանը մասնակցել է որպես ոչ միայն բարերար, այլ նաև տնտեսությունը հզորացնող անձնավորություն, ինչ է նշանակում այդ մարդու վերաբերյալ բացասական որևէ միտք արտահայտել, ընդհակառակը Սամվել Կարապետյանին պիտի ներկայացնեն եւ պիտի ներկայացնեն որպես մեր ազգային կարողությունների բուրգի մի մասնիկ, որը հայկականությունը թե Ռուսաստանում, թե Հունաստանում, թե Կիպրոսում, Ֆրանսիայում, Ամերիկայում եւ այլուր հայկականության ներկայացուցիչներից մեկն է նաեւ աշխարհում